Հանրային անվտանգության ապահովման գործում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը շարունակում է մնալ իրավապահ համակարգի առաջնահերթությունը։ Կյանքեր կործանող այս չարիքի դեմ պայքարն անզիջում է, իսկ կանխարգելման միջոցառումները շարունակական։ Ու նաև այս խնդրի շուրջ միջազգային հանրության ջանքերը համախմբելու նպատակով է, որ հունիսի 26-ն աշխարհում նշվում է որպես թմրամիջոցների օգտագործման եւ դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օր։ 2026 թվականի 5 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպք։ Ոստիկանությունը հետևողական պայքար է տանում թմրամիջոցների շրջանառության դեմ, հատկապես մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն կանխելու ուղղությամբ։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության բոլոր հենասյունային ուղղությունների որդեգրած համակարգային մոտեցման եւ արդյունավետ պայքարի շնորհիվ կանխվում է նաեւ փոքր խմբաքանակներով թմրամիջոցների տարածումը, բացահայտվում են դրանց պահման, օգտագործման եւ իրացման ամբողջական շղթաները, հնարավորություն տալով առավել արդյունավետ հակազդել հանցավորության ընդլայնմանը։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում ներքին գործերի նախարարությունը իրավապահ մարմինների, հասարակական կազմակերպությունների եւ միջազգային գործընկերների հետ թիրախային աշխատանք է իրականացնում։ Արդյունավետության մասին փաստում են գրանցված արդյունքները։ Միայն այս տարվա առաջին եռամսյակում համատեղ միջոցառումների արդյունքում ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 147 կիլոգրամ տարբեր տեսակի թմրամիջոց։ Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը միջգերատեսչական մակարդակում պահանջում է համալիր մոտեցում, ներառելով հանրային առողջապահության եւ անվտանգության բաղադրիչներ։ Ներքին գործերի նախարարությունը թմրամիջոցներից զերծ եւ անվտանգ միջավայր ապահովելու հանձնառությամբ շարունակելու է անզիջում պայքար մղել, նպատակ ունենալով կանխարգելել թմրամոլությունը եւ կասեցնել թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը։